Նեղն է ընկել մայրաքաղաքային իշխանությունը, որ կառավարությունն է օգնության հասնում։ 3 միլիարդ դրամ կտա գործադիրը տրանսպորտի ուղևարցի պակասից քաղաքային բյուջեում առաջացած ճեղքը փակելու համար։ Քաղաքապետարանը այս տարվա համար տրանսպորտի ուղևարցից 21,3 միլիարդ դրամի եկամուտ էր ծրագրել ստանալ։ Սակայն արդեն կանխատեսվում է 5,5 միլիարդի չափով թերհավաքագրում։ Կենտրոնական իշխանությունը գիտեք ինչի համար է տալիս, երկու բանի համար։ Առաջինը, եթե չտա, պարալիզացվի, այս պարագայում բունտ կհասունանա, պատկերացրեք հանրային տրանսպորտը չլինի, բայց ավելի շատ իրենց անուշ աղբերներին, Ավինյանի դեմքով ու Վազգեն Սարգսյանի աղբոր դեմքով, սա պատասխանատուն այդ երկուսն են։ Երևանի ավականուն դիմադիր թևում կարծում են Նիկոլ Փաշինյանը փակում է Ավինյանի կառավարման հերթական ձախողումը այնպես, ինչպես փակեց Անիֆում նրա կառավարման խայտառակ ու ամոթալի հետևանքները։ Տղեկ, եթե դուք մոտ 18 միլիոն դոլար չեք կարողացել հավաքագրել, ուրեմն ներողություն խնդրեք, ձեր չաթ ու փոտը վեկալեք ու ռադներդ քաշեք, գնացեք, զզվել ենք ձեր ձեռնից կկանից։ Մեսրոպ Մանուկյանը չի կարծում, թե ուղևարցը մարդիկային ծավալով չեն վճարում, որ 5,5 միլիարդի հասներ ճեղքը։ Նա կասկածում է, որ քաղաքային իշխանությունը գրպանել է փողը։ Այն մարմինը, որը որ պիտի վերահսկեր այդ գումարների հոսքը, այդ մարմնի ղեկավարին 2 միլիոն դրամ աշխատավարձ են տալիս, Երևանի ենթակայության տակ գործող տեղեկատվական տեխնոլոգիաներ, թե կառավարման խուճուճ անունով մեկը կա դա, 2 միլիոն աշխատավարձ են տալիս, այդ մարդը Excel ծրագիրը չի կարողանում նորմալ աշխատացնել։ Իրանք ոնց են, ես անձամբ իր կաբինետում եմ եղել, չէր կարողանում օնլայն ռեժիմով հասկանալ ինչ են վճարել, ոնց են վճարել, ինչ է եղել։ Շատ պարզ կարելի է հաշվել, եթե նախկին 100 դրամ ուղևարցով օրական 600,000 ուղևոր էր օգտվում Երևանյան վերգետնյա տրանսպորտից ու մեկ օրում հավաքում էր 60 միլիոն դրամ, մեկ տարվա հաշվարկով եկամուտը հասնում էր 22 միլիարդ դրամի։ Հիմա ուղևարցը 150 դրամ է, բայց մինչև տարեվերջ 15 միլիարդի շեմն էլ չի հաղթահարվելու։ Հիմի մետրոն էլ հետ է, այս մարդիկ ասում են հավաքում ենք 15 միլիարդ, գինն էլ 150 դրամ։ Հիմի բա չֆռամ ասեմ, տղեկ, դուք թալանչի եք։ Տարեսկզբին միասնական տոմսային համակարգի ներդրումից մոտ 3 ամիս հետո քաղաքապետ Տիգրան Ամինյանը հայտարարել էր միլիարդավոր դրամների թերհավաքագրումների մասին ու զգուշացրել, որ այդ պատճառով ընթացիկ տարում չեն կարողանալու գնել պլանավորված 45 տրոլեյբուսներից առնվազն 30-ը։ Ազգային ժողովն ընդունել էր օրենքը, տուգանքներ սահմանելով հանրային տրանսպորտից օգտվելու դիմաց չվճարողների համար։ Երևանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը օգոստոսից գրեթե 1200 քաղաքացու է տուգանել չվճարելու համար։ Բայց ոչ մի բան չի օգնում, որ տրանսպորտը բարեփոխվի։ Հուսահատության գազելներին փոխարինել են հուսալքության ավտոբուսները։ Զզվել են մարդիկ կանգառներում ժամերով սպասելուց։ Շատ դժգոհ եմ, 75-ը ժամը 1 աշխատում, բայց էտա մի ժամը լրացավ, եկավ, ես գնացի հազիվ։ Շատ դժգոհ եմ, այդ էր տեսախցիկները, այ հիմա 21 համարն է գալու, նկարեք ու դրանով ներկայացրեք քաղաքապետարան, թող մեր տրանսպորտին նայեն, հենց 21 համարը ու 2 օր առաջ հրդեհվեց ճանապարհին։ Մենք իրար գիրք նստած, իրար գլխի ու գնում ենք։ Տեղ ու դադար չկա բարեփոխված տրանսպորտում, բողոքում են երևանցիները։ Վճարես վայ, չվճարես վայ։ Շատ դժգոհ եմ։ Այս ժամերին շատ կես ժամ սպասում ենք, որ տրանսպորտ է գալիս։ Դժգոհ ենք։ Հետա նայ, խեղտոց է, այս ոչ։ Միշտ վճարում եք, թե մետրո մեջ։ Միշտ վճարում եք։ Չէ։ Չեք վճարում։ Չէ։ Էդգար Ղուշչյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Միլենա Պողոսյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։